Հայաստանի ապագայի ֆուտբոլիստներին մարզող Աֆրիկացու մասին պատմող Սիլվենը Թեղուտից ֆիլմի ռեժիսորը հաղթել է Սոչիում։ Եվրասիա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում լավագույն ռեժիսորական աշխատանքի համար մրցանակը ստացել է Արտակ Հարությունյանը։ Լավագույն կինոդեբյուտի համար մրցանակը հայազգի, բայց ուզբեկստանցի ռեժիսոր Հարություն Սաղաթելյանինն է Սումալյակ ֆիլմի համար։ Հարությունը ծնվել, ապրում է Ուզբեկստանում, երազում երբևէ հայերեն խոսելու մասին։ Նվազագույնը, որ ուզում եմ հայերեն սովորելն է։ Գեղեցիկ արձանիկներից մեկն էլ տուն է տարել հայազգի դերասան Ալեքսանդր Ադաբաշյանը։ Տղամարդու լավագույն դերակատարման համար է մրցանակը։ Երկուսը մի կյանքում չհաշված շանը ֆիլմը շրջափակված Լենինգրադում ապրած ամուսինների մասին է։ Ադաբաշյանին ամենաշատը տպավորել է բուն արձանիկը։ Գեղեցիկ կին է, Դափնե Պսակը գլխավերևում պարզած։ Չնայած լիամետրաժ ֆիլմերի անվանակարգում էր հայ ռեժիսոր Աննա Մաքսիմի մեդալի հակառակ կողմը ֆիլմը, այն որևէ մրցանակ չի ստացել։ Դեռ փակման արարողությունից առաջ էր Աննան մեզ ասել, որ արդեն հաղթած է համարում իրեն, կինոդիտման ժամանակ հուզել է հանդիսատեսին։ Անկեղծ ասած, վերջին շրջանում ամեն ինչ այնքան քաղաքականացվել է, որ աշխատում եմ սպասումներ չունենամ։ Ինձ համար ամենակարևորը դա այն էր, որ ցուցադրության օրը հանդիսատեսը ծափահարում էր այն պահին, երբ որ հնչեց Արցախի անունը եւ հետո հնչեց հայկական հիմնը։ Ինձ համար ամենակարևոր բանը թերևս դա է, որ օտարազգի հանդիսատեսը այդ կերպ նույնիսկ ֆիլմի ընթացքում ծափահարում էր։ Օրվա աստղը Քենիայից է, լավագույն լիամետրաժը Քենիայից Ռուսաստան եկած ռեժիսորի Նավի թանկագին ապագայի ես ֆիլմն է։ Համատեղ արտադրություն է Գերմանիայի հետ։ Սա երկրորդ Եվրասիա կինոփառատոնն էր, բայց կազմակերպիչները վստահ են, որ այն արդեն կարևոր հարթակ է դառնում Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ֆիլմերի տաղանդների առաջ խաղացման համար։ Նրանք սպասում են միայն, որ ի վերջո աչքերը կբացի Տիգրան Քեոսայանը, Եվրասիա փառատոնը նրա նախաձեռնությունն է, բայց նա շուրջ 5 ամիս է կոմայի մեջ է։ Կինոփառատոնի վերջին ցուցադրությունը նրա ֆիլմինն է եղել։ Պյոտր Սիմեոնովիչի 7 օրը ֆիլմի գալա պրեմիերան կայացել է Ամառային թատրոնի Լեբ Լեցուն դահլիճում։ Ֆիլմի սցենարը հիմնված է ռեժիսորի կնոջ, լրագրող և մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի բելամուր պատմվածքի վրա։ Սիմոնյանը ֆիլմը անվանում է Տիգրանի եզրային ֆիլմը։ Ես եզրային բառն եմ օգտագործում, բոլոր նրանք, ովքեր ծառայել են ռազմաճակատում, երբեք չեն ասում վերջին, ասում են եզրային, որովհետև վերջինը նշանակում է, որ այլևս ոչինչ չի լինելու, իսկ մենք իհարկե ապրում ենք հույսով, որ Տիգրանը կարթնանա ու ավելի հրաշալի ֆիլմեր կնկարի։ Վաղ Աստծո օգնությամբ նրա մոտ կլինեմ ու ձեր անունից կասեմ, որ եկել եք, նայել եք։ Քեոսայանը ֆիլմը նվիրել է եղբորը Դավիթին։ Սոչիում այն ընդունվել է չընդհատվող ծափերով։ Փայլուն էր, զուգահեռներ էին առաջանում Ֆելինիի ֆիլմերի հետ։ Գլխավոր հերոսը հիասքանչ էր խաղում։ Տիգրանն անպայման պետք է արթնանա ու տեսնի, թե որքան տպավորված ենք իր աշխատանքով։ Չեմ կարողանում ուշքի գալ, շատ տպավորված եմ։ Սա լավագույն ֆիլմն է, որ տեսել եմ վերջին տարիներին։ Լարա Արաքելյան, Հայկ Ամիրխանյան, Հայլուր, Սոչի։